Երրորդ ամիսն է լրանում հայ-ադրբեջանական նախախաղաղությունն այդպես էլ նախնական է մնում։ Վաշինգտոնի կուլմինացիայից հետո անփոփոխ է նաև Ալիևի վարքն ու բարքը։ Սև թանաքը սպիտակ թղթին չէր հասցրել չորանալ, Ալիևը դրժեց երդումները։ Չոր փաստերը հերթով խաղաղության համաձայնագիր հոդված 8 կողմերը դատապարտում են եւ կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության եւ խտրականության, անջատողականության եւ ահաբեկչության դեմ, դրանց բոլոր դրսեւորումներով յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում եւ կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը։ Սա օգոստոսի 8-ին Ամերիկայում, դրանից 17 օր հետո օկուպացրած քարվաճառ գնաց Ալիևը, գնաց ու հայտարարեց. Հայ հասարակությունը հիվանդ է եւ ես սա բացահայտ ասում եմ։ Համաձայնագիր հոդված 4 կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։ Օգոստոսի 29-ը Բաքու, զրույց Ալ-Արաբիայի թղթակցի հետ։ Հայաստանի սահմանադրությունը դեռևս ունի դրույթ, որը կասկածի տակ է առնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ հենց այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիրը։ Համաձայնագիր երկրորդ կետ կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ հետագայում նման պահանջներ չեն առաջադրի։ Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը եւ աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը։ Հոկտեմբերի 7 դարձյալ Բաքու համաձայնագրերի կնքման երկրորդ ամիսը լրանալու նախօրեին նա շարունակում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք թմբկահարել։ Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ եւ երկրորդ երթուղի միջին միջանցքի հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում։ Հայկական փորձագիտական համայնքի համար միանշանակ էր Ալիևը խաղաղության ճերմակ աղավն ու դիմակը կթողնի Սպիտակ տանը ու առանց դրա դուրս կգա ամերիկյան պալատից։ Մասնագետները ոչ մի պահ չհավատացին, թե Ադրբեջանի նախագահն այս անգամ հավատարիմ է մնալու խոստումներին, սեփական ու արտգործնախարար Բայրամովի ստորագրություններին 2020-ի նոյեմբերի 9-ն ունեին աչքի առաջ։ Ադրբեջանը իրապես չի կատարելու անգամ մեզ համար ոչ բարենպաստ կետերի վերաբերյալ պայմանավորվածությունները, անընդհատ ունի շատ ավելի մեծ ախորժակ։ Ադրբեջանից վարքագծի փոփոխություն պետք չէ ակնկալել ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ երբևէ, պնդում են մասնագետներն ու միաբերան նշում, Ալիևը կաշի փոխողներից չէ, ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ երբևէ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։